15 հայ ռազմագերիների դատավարությունը Բաքուն այսօր էլ նվիրել էր 1992-ի մայիսի 8-ին հայկական ուժերի կողմից Շուշիի ազատագրմանն ու այդ օպերացիայի մասնակիցներին։ Անկախ փաստաբանների, լրատվամիջոցների և միջազգային կառույցների բացակայությամբ ընթացող դատավարությանը մեղադրող դատախազը մի շարք տեսանյութեր հրապարակելով պնդել է, մեջբերում եմ, Շուշին օկուպացնելու հրամանը տվել է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Իբրև ապացույց ադրբեջանցի մեղադրողը ներկայացրել է Շուշիի ազատագրումը ղեկավարած հանգուցյալ Արկադի Տեր-Թադևոսյանին կոմանդոսին վերագրվող մի տեսանյութ, պնդելով, թե այդ օպերացիայի պլանը նախ ներկայացվել է այն ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին, որն էլ տվել է իր համաձայնությունը։ Բաքվի զինվորական դատարանում նաև այլ տեսանյութեր են հրապարակվել, որտեղ նշվել է, թե Շուշիի գրավումը 4 ուղղություններով է իրականացվել, որոնք ղեկավարել են Սամվել Բաբայանը, Սեյրան Օհանյանը, Վալերի Չիչյանն ու Արկադի Կարապետյանը։ Մեջբերումներ անելով ցուցադրվող տեսանյութերից ապա պետական գործակալությունը փոխանցում է, թե հայերի կողմից պատրաստված այդ տեսանյութերում նշվում է, թե Շուշին օկուպացնելուց բացի հայերը նպատակ են ունեցել մաքրել քաղաքը քայլող միջատներից։ Շուշիի ազատագրմանը նվիրված դատական նիստից անմասն չեն մնացել նաև Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահները։ Հղումանելով հրապարակված ինչ-որ տեսանյութերի ու մասնավորապես Հայաստանի զինված ուժերի գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանին ադրբեջանցի դատախազը պնդել է, թե Շուշիի օպերացիայի մշակմանը, նախապատրաստմանն ու իրականացմանը մասնակցել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Իբրև ապացույց դատարանում նաև ցուցադրվել է Սերժ Սարգսյանին վերագրվող մի հարցազրույց, որին հղումանելով նշվում է, թե Սարգսյանն ասել է, որ Շուշիի օպերացիայի նշանակությունը այնքան մեծ էր, որ դրան անձամբ մասնակցել է Ռոբերտ Քոչարյանը։ Մեր ամենամեծ հաղթանակն է մեր հայ ազգի, մեր հայ ժողովրդի, այն դժվար պահին է, մենք քիչ էինք, ամեն ինչ բաներ, բայց միացնականի այդ հաղթանակը մենք կրեցինք ու միշտ կկրենք։ Շուշին հայկական ուժերն ազատագրել են 1992 թվականի մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը։ Այդ օպերացիան Ղարաբաղյան առաջին պատերազմի համար շրջադարձային նշանակություն ունեցավ, քանի որ Ադրբեջանը հենց Շուշիից էր պարբերաբար հրետակոծում մայրաքաղաք Ստեփանակերտը։ Հարսանիք լեռներում ծածկաննով ռազմական օպերացիան, որը ղեկավարում էր Արկադի Տեր-Թադևոսյանը, իրականացվել է միանգամից 4 ուղղություններով։ Արդեն մայիսի 9-ի առավոտյան կոմանդոսին Տեր-Թադևոսյանին զեկուցվել է, որ քաղաքը Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի ձեռքերում է։ Դա փաստ է, որ այդ շինծու դատավարությունը նրա համար է նաև, որ տարբեր տիպի, տարբեր դրվագներով փորձել ուժային մեթոդներով տվյալներ կորզել իրենց վրայից հանցագործի պիտակը Հայաստանի վրա դնելու համար։ 1992-ի մայիսին Շուշիի ազատագրմանը մասնակցած Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ընդգծում է, Բաքուն, որ այսօր հանցագործի իր պիտակը փորձում է բարթել հայ ժողովրդի վրա, Արցախի ինքնորոշմանը պատասխանեց պատերազմով և ադրբեջանական տարբեր բնակավայրեր վերածելով ռազմական հենակետերի թիրախավորեց մայրաքաղաք Ստեփանակերտը։ Այդպիսի մի հենակետի էլ վերածվել էր Շուշին։ Ստեփանակերտ մայրաքաղաքը, որտեղից որ իրականացվում էր ամբողջ Արցախի հանրապետության կառավարումը, կենսագործունեության ապահովումը գտնում էր անընդհատ ռմբակոծության, անընդհատ հարվածի տակ եւ ողջ ժողովուրդը նկուղներում էր։ Եվ Արցախի իշխանությունը որոշում ընդունեց այդ ռազմական հենակետերից ձերբազատվել, այսինքն ճնշել այդ ռազմական հենակետերը։ Իդեպ մեջ բերելով Գուրգեն Դալիբալթայանի ինչ-որ մի տեսանյութ, պնդում են, որ ըստ դրա նա խոստովանել է, որ այդ նախապատրաստմանը Շուշիի օպերացիայի մշակմանը, նախապատրաստմանը իրականացմանը մասնակցել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Կարող ենք ասել, որ հեռահար նպատակը Բաքվի, Ալիևի այն է, որ առանձին մեղադրանքներ ներկայացվեն Հայաստանի նախկին նախագահներին, նաև ռազմաքաղաքական ղեկավարներին։ Հիմա իրենք այդպես մեղադրանքներ ներկայացնելու են բոլորին, ովքեր որ մասնակցել են Արցախի եւ Արցախի ժողովրդի ինքնապաշտպանական բոլոր գործողություններում։ Հիմա Հայաստանի ղեկավարությունը, եթե խելամիտ գտնվի, իսկ դա մենք չենք տեսնում, հակառակը պետք է տեղի ունենա։ Այսինքն ինչ պետք է անի, պետք է հայտարարություններ լինեն այս դատավարություններից, ամեն հայտարարություններ լինեն, պետք է միջազգային այդ հայցերին տեր կանգնեն։ Իդեպ 15 հայ ռազմագերիների դատավարությունը Բաքուն օգտագործում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը տարբեր մեղադրանքներ ներկայացնելու նպատակով։ Վերջին դատական նիստերը, որ նվիրված էին Խոջալու իրադարձություններին, մեղադրող ադրբեջանցի դատախազը կրկին Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանն էր մեղադրել այսպես կոչված ցեղասպանություն իրականացնելու համար։